Նշեմ, որ այս բարեփոխումը հարկային վարչարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկն է, որը ծնվել է վերջին 1 տարվա ընթացքում պետություն մասնավոր համապարփակ համագործակցության արդյունքում եւ նպատակն է պետությունը իդեմս ՊԵԿ հարկ վճարող փոխվստահության ամրապնդումը, հարկ վճարողների լսված լինելու իրավունքի հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը եւ հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը եւ 3 օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ են արվում։ Առաջին օրենսգրքում հարկային օրենսգրքում փոփոխությունները հետեւյալ նպատակն են հետապնդում, այն որ պետական եկամուտների կոմիտեն հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հարկ վճարողին ծանուցելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին։ Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա թեմատիկ ուսումնասիրությամբ արձանագրելու իրավախախտումը եւ կազմելու համապատասխան վարչական ակտը, որն էլ կարող է բողոքարկվել համապատասխան ընթացակարգերով եւ որից հետո նոր պետական եկամուտների կոմիտեն որոշում կկայացնի հաղորդում ներկայացնելու մասով։ Նշածից բացառություն են կազմելու հատկապես այն դեպքերը, որոնք ենթադրում են անապահ գործողություններ, որպեսզի փաստերը եւ ապացույցները չկորեն, եւ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը, ինչպես նաեւ ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ իրականացնելու պայմանները եւ սրա արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կանցնեն վարչական պրոցեսներով եւ հարկ վճարողների լսելու իրավունքը ամբողջությամբ կիրացվի։ Հաջորդը քրեական օրենսգրքում փոփոխություններն են, խոսքը վերաբերում է հատկապես բավական երկար քննարկված շեմերին, հանցագործությունների, հարկային հանցագործությունների հետ կապված։ Գիտեք, որ 10 միլիոն շեմ է գործում խոշոր չափի դեպքում հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, իսկ առանձնապես խոշոր չափ 20 միլիոն, եւ հիմա պատմական մեծ քայլ են կատարում, առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել 30 միլիոնի, ընդ որում 2 հաջորդող տարվա համար 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ 25-ից 50 միլիոն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար արդեն 75 միլիոն դրամ, եւ սրա արդյունքում ինչ է տեղի ունենալու, մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Մյուս փոփոխությունը քրեական դատավարության օրենսգրքում է, տարբեր քննարկումների արդյունքում հարկ վճարողները հարցեր էին բարձրացնում քրեական վարույթի շրջանակում կիրառվող արգելադրման գործիքակազմի հետ կապված եւ այստեղ առաջարկում ենք լավարկումներ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի, մասնավորապես տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում։ Ընդ որում քրեական վարույթի շրջանակներում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը խնդիրներ է առաջացնում, եւ տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը եւ ստեղծում է իր համար ծախսեր, եւ բացի երաշխիքը մենք նաեւ այս փաթեթի հիմնավորումներում հստակեցնում ենք, որ հարկ վճարողը կարող է կիրառել նաեւ արժեթղթեր, օրինակ բաժնետոմսեր, պարտատոմսեր, որը պարզ է, որ իր եկամուտները շարունակելու է ինքը ստանալ, մինչև քրեական վարույթը պատշաճ ընթացք կստանա եւ կավարտվի։ Եվ ըստ էության առաջարկում ենք նույն նախագծով վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք։ Եվ նաեւ իհարկե այն պարզաբանումները կարող են նաեւ պարտատոմս ներկայացնել, բաժնետոմս ներկայացնել եւ դրանով հնարավորություն ունենալ քրեական վարույթի շրջանակում առանց ֆինանսական ծախսեր կրելու այդ ընթացքը ապահովել։ Շնորհակալություն, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։
Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, իսկապես շատ կարևոր նախագիծ եք բերել եւ կարող եմ ասել, որ սա շատ հարցեր, շատ ճշգրտումներ կան, որովհետեւ կառավարությունը իդեմս պետեկամտների կոմիտեի քայլ է անում դեպի գործարար, դեպի տնտեսվարողը։ Այսինքն մենք տնտեսվարողին ասում ենք, որ մենք պատժելու ցանկություն չունենք, մենք համագործակցելու ցանկություն ունենք։ Սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք փոխանցում ենք գործարարին։ Վստահաբար կլինեն նաև գործարարներ, որոնք կարող են եւ ամբողջովին չգիտակցել քայլի կարևորությունը եւ կարծում եմ, որ գործարարների աշխատելուց անդադ պետք է սա բերվի որպես փաստարկ, որ մեր նպատակը այո իրար հետ աշխատել եւ ընդհանուր խնդիրները լուծելն է, մեր կարողանալ պետական բյուջե եկամտային մասը ապահովելը, սա բոլորիս խնդիրն է։ Եվ այս գաղափարի ճիշտ աշխատանքների պարագայում մենք իսկապես լավ արդյունք կստանանք։ Հիմա կուզենայի ձեր անձնական կարծիքը իմանալ այդ վերաբերյալ որպես կառույցի ղեկավար։ Ասացիք, որ ռիսկային է, բայց արդարացված եք համարում ամբողջովին, թե դեռ ռիսկայնությունը գերակշռում է ձեր մոտ, որ կարող է եւ շատ ճիշտ փոփոխություն չլինի։ Այս իմաստով կխնդրեի դուք անձնական ձեր կարծիքը այդ։ Խոսքը այս փոփոխության մասին է։ Տեսեք, իրականում ես կարծում եմ, այստեղ շատ բալանսավորված լուծման ենք եկել եւ պետության հարկվճարողի շահերի տեսանկյունից, եւ այո, սա մեծ քայլ է։ Օրինակ, եթե համեմատության համար խոսենք, 2022 թվականից 10 միլիոն շեմն է գործել, դրանից առաջ 5 միլիոն շեմն է գործել, դրանից առաջ 4 միլիոն շեմն է գործել, ու հիմա ասում ենք եռապատկում շեմի, բայց այստեղ առանցքայինը այն բարեփոխումն է, որ մենք ստեղծում ենք օրենքով ամրագրված հնարավորություն, որ հարկվճարողը վարչական process-ի շրջանակներում կարողանա իր շահերը պաշտպանել, եւ մենք էլ միաժամանակ հնարավորություն ունենանք ճանաչել հարկվճարողի գործողությունների միտումնավորությունը կամ միգուցե անփութությունը։ Հիմա այս տեսանկյունից շատ ճիշտ նշեցիք, որ սա գործընկերային հարաբերություններ ստեղծելու, ավելի շուտ ամրապնդելու եւ զարգացնելու նպատակից է ելնում, եւ սա նաեւ պետական եկամտների կոմիտեի առաջնահերթությունն է, քանի որ մենք կառույցը հիմնովին վերափոխում ենք իր ուղղությունը ֆիսկալից դեպի կամավոր կարգապահության ուղղված, եւ սա ըստ էության սպասարկում է հենց այդ թիրախը, որի մասին ես նշեցի նաեւ ելույթի սկզբում։ Շնորհակալություն, արձագանք համեցեք։ Շնորհակալություն ձեր մոտեցման համար, այստեղ ինչի համար եմ ես դա հարցնում, որովհետև տեսեք, հաճախ լինում է մենք համակարգային փոփոխություն անում ենք, բայց ներքին մտավախություն ենք ունենում, որ կարող է այնպես չաշխատել, որ մենք ստանանք այն արդյունքը, ինչ նախատեսում ենք, բայց իրականության մեջ, եթե մենք նաև պետեկամտների մասնագետների ճիշտ աշխատանքն է այդտեղ շատ կարևոր, որ ես միշտ ասում եմ, եթե մենք կարողանանք տնտեսվարողին մինչև գնալ արդեն իրական գործողություն, մինչև քրեական գործառույթները ճիշտ ներկայացվի իրավիճակը, 99%-ը համաձայնվելու են աշխատել, համագործակցել եւ այդ հարկերը, որ չեն վճարվել, անպայման վերականգնել, որովհետեւ ձեր ասածի մեջ այն ճշմարտությունը կա, որ այո, շատերը հաճախ ոչ գիտակցված են գնում դրան, որովհետև հաճախ փաստաթղթերի ստուգման եւ այլ գործընթացները բավականին բարդ են տնտեսվարողի համար։ Այսինքն ապրանքը գնել եւ ստացել ես փաստաթուղթը, հիմա իրան ստուգել, դա բավականին բարդ է։ Դրա համար ես նաեւ կառաջարկեի, որ գտնենք այդ մեխանիզմը, որ տնտեսվարողը կարող է ինքնուրույն որոշի, արդյոք այդ մատակարարող ապրանքի ընկերությունը իսկապես տիրապետում է այդ ապրանքին, թե կարող է դա կասկածելի լինել։ Այս խնդիրը եւս ինձ թվում է պետք է արձիական լինի։ Շնորհակալ եմ։ Նախ պարոն Բագրատյան, մի կարևոր բան նշեմ, նախ մենք արդեն ունենք բավարար կարողություններ, դրա համար ենք այս քայլին գնում, սա էլ է կարևոր։ Նշեմ, որ անցած 1 տարվա ընթացքում, այս ինչ որ ես հիմա ներկայացնում եմ, գործարար պրակտիկայում կամ վարչահարության պրակտիկայում արդեն սկսել ենք կյանքի կոչել, այսինքն օրինակ նախնական հաշվարկը կազմվեց, մենք ունենք համապատասխան մասնագիտական խումբ, որը անկախ է նախնական հաշվարկ կազմողներից եւ իրենց միջոցով ֆիլտրվում է, ավելին նախնական հաշվարկը երբ որ կազմվում է, շատ էական դեպքերում հարկվճարողի հետ բանակցություններ են տեղի ունենում եւ լսում ենք իրենց կարծիքը, այսինքն մենք սկսել ենք արդեն փորձարկել սա հողի վրա, տեսնենք կարողանում ենք թե չէ։ Մյուսը 3 ուղղությամբ մեր բարեփոխումներն են, վերլուծություններ, որի ռիսկի պրոֆիլներ, արհեստական բանականություն եւ թվային հետախուզության գործիքներ, որոնց դերը շեշտակի աճացել ենք վերջին տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում, ու սա թույլ է տալու արդեն այս համակարգային ռեֆորմը շատ արդյունավետ սպասարկել, ու սա այնց էլ դասեր քաղել հետագա վարչահարությունը բարելավելու ուղղությամբ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Հովիկ Աղազարյան։ Պարոն Հակոբյան, իմ համոզմունքը այն է, որ
նույնիսկ ամենաչնչին չափով գումարի թաքցնումը, դիտավորյալ թաքցնումը դա իրավական լուրջ խախտում է եւ պետք է պատասխան տալ օրենքի ամենախստությամբ։ Դա իմ համոզմունքն է։ Հիմա հարցերս երկու հարց այս կոնտեքստում։ Առաջի հարցս միլիարդավոր դրամներով հարկմուծող որևէ ընկերություն չի թաքցնի 50 միլիոն դրամ դիտավորյալ։ Կարող է թյուրիմացություն լինի։ Ինչու՞ չեք կապում նաև շրջանառության հետ։ Երկրորդ հարցս 2024 եւ 25 թվականներին քանի գործ է գնացել պետական եկամուտների կոմիտեից քննչական կոմիտե, քանիսն է գնացել եւ այդ գործերից քանիսը, ոչ թե տոկոսներ, քանիսն է գնացել դատարան։ Շատ լավ, շնորհակալություն հարցերի համար, պարոն Աղազարյան։ Նախ այս երկու հարցը ձեր հետ արդեն կունեցել նաև հանձնաժողովում քննարկելու, ինչու չենք կապում շրջանառության հետ, որտեվ երկար բանավեճերի արդյունքում եկել ենք մի կետի, որ եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում եկել ենք մի կետի, որ առանցքային սկզբունքը պետք է լինի պետության նկատմամբ, այսինքն պետության հանդեպ վնասի սկզբունքը։ Իսկ վնասողը էական չի, թե ով է, ինչ չափի հարկ է վճարում եւ որքանով է հարուստ կամ աղքատ, եւ իրականում աշխարհում բոլոր երկրները եկել են այդ զրահանգման, որ հենց այդ սկզբունքը իրավական պրակտիկայի տեսանկյունից շատ ավելի կիրառելի է, քան այն ձեր ասածը։ Իհարկե բանավեճ կա աշխարհում, բայց այս պահի դրությամբ ընդամենը երկու երկիր են կիրառում, այն էլ չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ ձեր ասածը։ Այնուամենայնիվ, մենք դրա համար նաև 2 տարվա շեմ ենք դրել, որպեսզի այդ հարցը ծածկվի։ Երկրորդ հարցի հետ կապված մենք տարեկան, եթե նախնական հաշվեկների մասին խոսենք, 600 հնչեցեցի, տարեկան 600 դեպք գնում է։ Եթե ընդհանրապես հաղորդումները խոսենք, մոտավորապես տարեկան 1000 դեպքեր են, իսկ դրանից տարեկան 100-ից 150-ը գնում են դատարան քննչական կոմիտեի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում, ասիկը 600-ից 150-ը գնում է դատարան։ Այո։ 100-ից 150 միջակայք ասեցի ես, պարոն Աղազյան։ Կներեք 1000 անգամ ներողություն, 1000 ներողություն, պարոն Հակոբյան, չեմ հավատում։ Եթե չեք հավատում, մենք աշտանքային կարգով նաև ձեր հետ կարող ենք կիսվել այդ ցուցանիշները։ Իհարկե, գրավոր հարցում կարող եք ներկայացնել, մենք ձեզ պատասխանենք, այսինքն ավելի ճիշտ կլինի Դահլիճում լռություն։ գրավոր հարցումը նաև քննչական կոմիտե ներկայացնեք։ Տարեկան այդքան դեպք լինում է։ Իհարկե նաև տեսեք, այդ գործերի մեջ շատ կարևոր է հաշվի առնել նաև կարճումների հանգամանքը, որովհետև մեր օրենսդրությունը թույլ է տալիս նույնիսկ քրեական վարույթի շրջանակներում, երբ որ հարկ վճարողը պատրաստակամություն է հայտնում իր պարտավորությունները մարել, տվյալ գործերը կարճում են։ Այսինքն գործեր կան, որոնք կարճում են։ Երկու հոսք կա, էլի, եթե կառավարման տեսանկյունից նայենք, կարող է միգուցե դուք այդ երկուսը միասին եք նայում կամ առանձին եք նայում, կարող ենք առանձին պարզաբանել բոլոր դետալները, ինչ վիճակագրություն ձեզ պետք է։ Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ես ներողություն եմ խնդրում, որ ուղիղ նախագծից չեմ հարց տալու, բայց այն հարցը, որ պիտի հնչեցնեմ, պակաս կարևոր չէ։ Գաղտնիք չի, որ կառավարությունը անցել է անկանխիկի եւ ժամանակ առ ժամանակ մենք քաղաքացիներից դժգոհություններ ենք լսում կամ բողոքներ կամ ուղիղ մեզ են զանգում, որ օրինակ այս կամ այն խանութից, այս կամ այն գնումը իրականացնելիս քաղաքացուն, տվյալ դեպքում գնորդին, տնտեսվարողը կամ վաճառողները առաջարկում են երկու գին։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանում է վճարել անկանխիկով, այն գինը, որը գրված է գնապիտակին, շատ ավելի բարձր է, քան այն գինը, եթե օրինակ քաղաքացին վճարի կանխիկով։ Հասկանալի է, որ սա կամ քաղաքակիրթ փափուկ ձևով հավելագրում է քաղաքացուց, կամ սա ընդհանուր առմամբ որոշ տնտեսվարողների կողմից բոյկոտ է պետական քաղաքականության նկատմամբ եւ հաշվի առնելով խնդիրները հասկանալի է դառնում, որ կարծես թե ՊԵԿ-ի ձեռքի տակ եղած գործիքակազմը բավարար չափով էֆեկտիվություն չի ապահովում։ Վստահ եմ դուք էլ գիտեք այս խնդիրների մասին եւ ինչ քայլեր եք ձեռնարկում։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ նշեմ, որ ձեր բարձրացած խնդիրը ավելի շատ վերաբերում է տեխնիկայի խանութերին, այսինքն ինքը համատարած բնույթ չի կրում։ Եվ այստեղ երկու երևույթ կա՝ կանխիկ, անկանխիկ, եւ մեր գործողությունները կարծում բավական էֆեկտիվ են եղել ու այդ գործողությունների արդյունքում հիմա թե կայքերում, որ հետևեք տեխնիկայի խանութների, թե իրենց խանութներում չեք գտնի կամ միգուցե շատ հազվագյուտ իրավիճակներ լինի, որ գտնեք կանխիկ, անկանխիկ գներ ցուցադրած։
Հիմա այլ հարց է, որ օրինակ երբ որ մարդը մտնում է, տեսնում է գինը գրված է ու ինչ որ մեկը վաճառողը օրինակ ասում է, եթե կանխիկով գնես, այսպեսի գին կլինի։ Այստեղ արդեն հարկ վճարողի ընդհանրապես գնորդի սոցիալական պատասխանատվության հարցն է, այսինքն մենք ճիշտ է մեր ստուգումները անում ենք, բայց իմ հորդորը կլինի, որ բոլորը համատարած չգնան այդ քայլին, եթե իրենց նման առաջարկ է արում, որովհետև ակն այդ նշանակում է ստվերային վաճառք դա, եւ երկրորդ երևույթը, որ տեղի ունի տեխնիկայի խանութներում, դա ապառիկի գնի տարբերությունն է, ընդ որում դա գին չի, ավելի շատ ապառիկի ժամանակ բանկային ծախսերի ավելացում է։ Դրա համար թող չշփոթեն մեր գնորդները, այսինքն եթե ապառիկի մասով գինը ավել կլինի, դա բանկային ծախսերի ավելացումն է, որը օրենսդրությամբ սահմանափակված չէ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ինչպես նշեցիք, այո, դա տեխնիկայի խանութներում է հիմնականում իրականացում եւ շինանյութի մեծ խանութներում է հիմնականում այս խնդիրը տեղի ունենում եւ իսկապես մենք մի կողմից, ինչպես պարոն Բագրատյանը ասեց, հարկային քաղաքականության առումով արտոնությունների կամ այլ փափուկ միջոցների առումով կայլտես քայլ ենք անում դեպի տնտեսվարողը, բայց ժամանակ առ ժամանակ տնտեսվարողը նույն արձագանքը չի տալիս պետական կառույցներին կամ պետական ընդհանուր քաղաքականությունն է, եթե նման մեխանիզմներ արդեն ներդրել եք, շատ շնորհակալ եմ, որովհետև շատ կարևոր է նաև քաղաքացիների, տվյալ դեպքում սպառողների եւ գնորդների իրավունքների պաշտպանությունը, խոսքը բացարձակ ապառիկին չէր վերաբերվում։ Ես պատրաստում եի ձեզ պաշտոնական գրություն գրել, բայց առիթից օգտվելով այս խնդիրը բարձրացրեցի, թող նաև իմանամ, որ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եւ այո, քաղաքացիները այսօր հնարավորություն ունեն ուղիղ զանգելու եւ պատգամավորին ասելու, որ այսինչ կամ այսինչ խանութում մենք նման դեպքերի ենք հանդիպել, շնորհակալ եմ։ Քաղաքացիները ուղիղ մեզ էլ կարող են դիմել, անձամբ ինձ էլ կարող են դիմել, հատուկ դրա համար բացված էլեկտրոնային փոստել կա եւ բոլոր այդ դիմումներին մենք պատշաճ ընթացք ենք ապահովում եւ այդ ձեր նշած մի կարևոր հանգամանքին կուզենայի անդրադառնալ, որ ասիկ իօգուտ բիզնեսի այսպեսի քայլ են կատարում մեծ։ Ես իմ ելույթի խոսքում նշեցի, որ մենք վարչարության գործիքակազմի մասով ենք բարելավումներ անում, այդ խոսքը են թեմատիկ գործիքի հնարավորությունների ինլայնումներ, եթե կհիշեք, ես ասի հաստատապես հայտնի գործարքի պահանջը հանվում է, ավելին տարեկան մեկ անգամ անելու սահմանափակումն է անվում, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք կարողանալու ենք մեր վերլուծական գործիքակազմի կատարելագործմամբ հեռավար եւ կոնկրետ հարկվճարողի հետ բանակցությունների միջոցով իրեն բերել կարգապահության դաշտ, այսինքն պարզապես չենք ասում, օրինակ շեմը բարձրացրեցինք եւ ոչ մի գործիքակազմ չի աշխատելու դրա ներքո կամ մնալու ենք նույն ավանդական գործիքակազմի ներքո։ Այսինքն այս ուղղությամբ մենք բարելավում ենք անում նաեւ այս փաթեթով ու կանենք նաեւ մեր վերլուծական գործիքակազմը, որը նշեցի առաջին հարցի պատասխանի ընթացքում։